Եկեք նորից ասենք փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելի եղբայրներ, քուրեր, այսօր տոնական օր է, այսօր ուրախության օր է, այսօր մխիթարության օր է, որովհետև ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հովհաննես ավետարանի 14-րդ գլխում ասեց. Ես 13 համարից եմ կարդում. Եվ իմ անունովս ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ զանիկա, որպեսզի հայրը որդիովը փառավորվի։ Եթե իմ անունովս բան խնդրեք, զանիկա պիտի կատարեմ, եթե զիս կսիրեք, իմ պատվիրանքները սպայեցեք, ես ալհորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ պիտի տա ձեզի, որպեսզի հավիտյան ձեզի հետ բնակի։ Ճշմարտության հոգին զորաց աշխարհը չկրնալ ընդունել, անց չտեսներ զանիկա ու չճանչնար զանիկա, բայց դուք կճանչնաք զանիկա, անց ձեր քով կբնակի եւ ձեր մեջ պիտի լա։ Ճշմարտության հոգին, եղբայրներ, քուրեր, որ այս աշխարհը չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք, որովհետև ձեր մեջ պիտի լինի եւ ձեր մեջ պիտի բնակվի եւ ձեր հետ պիտի լա։ Փառք Տիրոջը, Աստված մեզ տալիս է մխիթարության հոգին, Սուրբ հոգին, որ հավիտյան մեզ հետ արինելու։ Այդ Սուրբ հոգին մեզանից չի հեռանալու։ Այդ Սուրբ հոգին հավիտյան մեզ հետ պիտի լինի։ Եւ մեզ միշտ պիտի մխիթարի։ Մենք մխիթարիչներ երբեմն դժվար ժամանակներում մխիթարիչներ ենք փնտրում, մխիթարիչներ ենք ուզում, որ մեզ մխիթարեն, բայց Սուրբ հոգին ուրիշ մխիթարիչ է։ Դրա ասում ես ուրիշ մխիթարիչ պիտի տան ձեզի հետ, որ հավիտյան ձեզի հետ բնակվի։ Սիրելի եղբայրներ, քուրեր, Պենտեկոստեի օրը, Պենտեկոստեն դեռ գալիս է հին ժամանակներից։ Դեռ հին ուխտում մենք, ես կարճ եմ ուզում ներկայացնեմ ժամանակի պատճառով, Պենտեկոստեն տոնվում էր Զատիկից 50 օր հետո, բայց այդ նույն ժամանակ սկսում էր գարու եւ ցորենի բերքահավաքը։ Սկզբում այդ տոնը կոչվում էր շաբաթների տոն։ 7 շաբաթ էր համարվում եւ 7 շաբաթի հետո հաջորդ օրը կոչվում էր տոնական օր։ Հետո ուրեմն այդ տոնը սկզբից կոչվում էր շաբաթների տոն, հետո այդ տոնը եղավ փոխվեց, ասինքն ոչ թե փոխվեց, հետո այդ տոնը նաև տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ եւ գնում էին դեպի Քանանի երկիր եւ Աստված այդ ժամանակ Սինա լեռան վրա ուրեմն հանդիպեց Մովսեսին եւ տվեց 10 պատվիրանները։ Ուրեմն այդ օրը Պենտեկոստեի օրն է հենց այդ օրը Աստված 10 պատվիրանները տվեց, որպեսզի այդ պատվիրանների, որոնք կազմում են ամբողջ օրենքի հիմքն են կազմում այդ 10 պատվիրանները, այդ օրենքի միջոցով, 10 պատվիրանների միջոցով եւ օրենքով կազմի մի ժողովուրդ, օրենքի միջոցով մտնելով Աստծո հետ ուխտի մեջ, Աստծո հետ ուխտի մեջ մտնելու միջոցով։ Հետագայում այդ տոնը տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը, նոր ուխտում արդեն մենք տեսնում ենք Պենտեկոստեի օրը, որ եղբայրները կարդացին, ուրեմն սկզբից կազմվեց մի ժողովուրդ, Իսրայել ժողովուրդը, չէ, նոր ուխտի այդ հին ուխտի միջոցով, այսինքն օրենքի միջոցով կազմվեց մի ժողովուրդ, որ այդ ժողովուրդը ուխտի մեջ մտավ Աստծո հետ։ Այսինքն այդ ժողովուրդը, այդ հրեաները կոչվում էին արդարների ժողով։ Այսինքն առաջի կարելի ասել բերքահավաքի տոն էր, չէ, բերքահավաքի տոն է նաև, որ այդ բերքահավաքը ոչ թե գարին ու մանգաղը գործի դրվեց, այլ գործի դրվեց խոսքի մանգաղը եւ կազմվեց մի ժողովուրդ, որը կոչվեց արդարների ժողով։ Ուրեմն այդ հետագայում մենք տեսնում ենք, որ նույնպես մի նոր ժողովուրդ կազմվեց, նոր ուխտի ժամանակ արդեն տարբեր ազգերից, լեզուներից, եթե այն ժամանակ հրեաներից էին միայն, ապա այս անգամ կազմվեց մի նոր ժողովուրդ տարբեր ազգերից եւ լեզուներից։ Հայտնության 7-րդ գլխի մեջ 9-րդ խոսքից կարճ կարդամ ժամանակի պատճառով, այնտեղ ասում է, որ Հովհաննես առաքյալը տեսնում է, որ ասում է, հա, եթե 9-րդ խոսքից, ուրեմն Հովհաննու 7-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Ասկետ տեսա եւ ամեծ բազմություն զոմեկը չէր կրնալ համրեր բոլոր ազգերեն, ցեղերեն, ժողովուրդներեն, լեզուներեն, որոնք
աթոռին արշև ու գառնուկին արշև կեցել էին ջերմակ հանդերձներ հագած եւ ձեռքերին արմավիլներ բռնած։ Մեծածան քաղաքին եւ կասեին փրկություն մեր Աստծո, որ աթոռի վրա կնստի ու գառնուկին եւ բոլոր հրեշտակները աթոռին ու երեսներուն եւ 4 կենթանի բոլորտի կեցել են եւ իրենց երեսներուն ու աթոռին արշևին կան ու Աստծո երկրպագությունը ասելու ամեն օրհնություն ու փառք եւ իմաստություն ու գոհություն պատիվ զորություն կարողություն մեր Աստծո, որ հավիտյանս հավիտենից է ամեն։ Եվ երեսներից մեկ ասմային ցածրեց, սրանք ովք են, ինչ ժողովուրդ են, որտեղից են գալիս։ Եվ ասեցի, Տեր, դու գիտես, եւ ասма սրանք են մեծ նեղություններից եկողները, որ սրանից հետո այլևս տակտակություն պիտի չտեսնեն, սոբ պիտի չտեսնեն եւ այլն։ Հիմա տեսեք, այդ ժողովուրդը գրված է, որ բոլոր ազգերից էին, այսինքն Աստված ամեն ազգերի մեջ ունի իր ժողովուրդը։ Թուրքերի մեջ էլ ունի, ադրբեջանցիների մեջ էլ ունի, հայերի մեջ, ռուսների, բոլոր ազգերի մեջ ունի իր ժողովուրդը, եւ բոլոր ցեղերի մեջ էլ ունի իր ժողովուրդը, եւ բոլոր լեզուների մեջ էլ ունի իր ժողովուրդը։ Նրանք սպիտակ հագուստներ էին հագել եւ գառնուկի արշև կանգնել էին եւ ձեռքերին արմավիրներ էին բռնած։ Ինչ արմավենին, արմավենին դա հաղթության խորհրդանիշն է, արմավենին ընդհանրապես խուրման է, գիտեք, նա որտեղ է աճում խուրման։ Խուրման աճում է հիմնականում այդ որը որ լավ պտուղ է տալիս աճում է անապատ տեղերում։ Այսինքն ցույց է տալիս, որ անապատի մեջից այդ մահվան տեղից դուրս է գալիս քաղցր մի պտուղ։ Այսինքն դա ինչն է, դա նա է, որ Քրիստոսի կյանքը հաղթում է մահվանը։ Նրանք արմավեններ էին բռնել, որովհետև նրանք հաղթող էին, փառք Տիրոջը դրա համար։ Եվ ուրեմն այդ ժողովուրդը սպիտակ հագուստներ էին հագել։ Այո, հիմա մենք տեսնում ենք, որ ինչի համար Աստված հանեց Իսրայել ժողովրդին հանեց Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ելքի նպատակը մի նոր օրենքի միջոցով, դեռ այդ ժամանակ օրենքը տրված չէր, օրենքի միջոցով ստեղծել մի ժողովուրդ, որ իր հետ ուխտի մեջ մտնի։ Իսկ ո՞րն էր Քրիստոսի ծառայության հիմքը։ Եթե ուրեմն այդ ուխտը պետք է գրվեր տախտակների վրա եւ մարդիկ պետք է դրսից կարդային այդ ուխտը, ապա Քրիստոսի ծառայությունը ինչու՞ է կայանում, որ նա Քրիստոսը մեր սրտերի մեջ դնում է նոր կտակի օրենք, այսինքն նա ոչ թե դրսում է մեզին գնաց բարձրացավ ոչ թե նոր օրենքներ բերելու Մովսեսին ման, այլ նա Պենտեկոստե օրը տեղի ունեցավ շատ մեծ իրադարձություն, այդ որն էր այդ իրադարձությունը, որ համբարձված Հիսուսը հայտնվեց փառքի ամպով, ոչ թե քարե տախտակներ տալու, այլ Սուրբ Հոգու ամենամեծ պարգև է Աստծո խոսքը մարդկանց սրտերի մեջ գրելու համար, ոչ թե դրսում քարե տախտակների վրա, որ մարդիկ կարդան, այլ այդ խոսքը գրի սրտի տախտակների վրա։ Փառք Տիրոջը դրա միջոցով, որ նախորոք սա գրված էր մարգարեների միջոցով։ Սուրբ Հոգու իջնելը աշակերտների վրա դա սա մեծ գլխավոր իրադարձություն էր, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչ իրադարձություն էր, սա ցույց է տալիս, որ բացվել է արքայության դուռը, որ փակված էր Ադամի պատճառով։ Ադամի պատճառով այդ դուռը փակվել էր, բայց մենք տեսնում ենք, որ այդ դուռը բացվեց եւ մարդը իրավունք ունեցավ մտնելու երկինք։ Փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն Սուրբ Հոգու այդ իջնելը եւ Պենտեկոստե օրը պետք սա նոր դարաշրջանի սկիզբն է։ Նոր դարաշրջանը սկսվում է նաեւ երկրորդ դարաշրջանը, նոր դարաշրջանը, նոր կտակի դարաշրջանը սկսվում է Պենտեկոստեի օրվանից։ Եթե նայենք ապրիլ ամիսը, ասում է ձեր ապրիլ ամիս ամիսների սկիզբը լինի, չէ՞, ապրիլ ամիսը։ Հիմա այս Պենտեկոստե օրն էլ նոր դարաշրջանի սկիզբն է։ Դրա համար սիրելիներս, մենք կարդում ենք նաև, որ հետագայում Սուրբ Հոգին պիտի իջնի ամբողջ Իսրայել ժողովրդի վրա։ Ես չեմ կարդալ ժամանակի պատճառով, Եզեկիելի 37-րդ գլուխ 28-29 համարներում, Հովիլի մարգարության 2-րդ գլուխ 28-29 համարներում կարդում ենք, որ Սուրբ Հոգին պիտի իջնի։ Եվ մյուս տեղը, որ ուզում եմ կարդամ, Զաքարիա մարգարությունից, սա սիրելիներս, Զաքարիա մարգարության 12-րդ գլխի մեջ կարդում ենք 10 համարից։ Եվ Դավիթի տանը վրա եւ Երուսաղեմի բնակիչների շնորհքի եւ աղոթքի հոգին դիթափեմ։ Շնորհքի եւ աղոթքի հոգին դա որ հոգին է, դա Սուրբ հոգին է։ Եվ անոնք ինձ իրենց խոցածին պիտի նայեն։ Ու անոց վրա մեկ հատիկ զավակի վրա ողբալու պես պիտի ողբան,
ու անոր վրա Անդրանիկ Զավակի վրա ցավելու պես ցավին այն օրը Երուսաղեմի մեջ մեծ ողջ պիտի լա Մակեդոնիա դաշտի մեջ Աբադոնի ողբին պես այսինքն այդ օրը երբ որ Սուրբ Հոգին իջնի Երուսաղեմի վրա շնորհքի վաղորդի հոգին ասма հрьяաները պիտի իրենց խոցածին նայեն իսկ ում են խոցել հрьяաները խոցել են Հիսուսին նրանք պիտի նայեն Քրիստոսին եւ անոր վրա մեկ հատիկ զվարակի վրա ողբալու զավակի վրա ողբալու պես պիտի ողբան ինչպես մարդը իր անդրանիկ զավակը կմեռնի ինչ ձևի ողբ կանի այդ նույն ձևի ողբ անելու հрья ժողովուրդը որ խոցել է Հիսուսին եւ նրանք այդ ժամանակ պիտի ընդունեն Քրիստոսին եւ պիտի նորից մտնեն երկնքի թագավորության մեջ դրա համար սիրելիներս այդ օրը շատ հետաքրքիր իրադարձություն է կատարվելու որովհետեւ դու տեսնում ես որ մարգարեությունները կատարվում են եւ հետո սիրելիներս ասում են այն օրը նրանք իրենց խոցածին պիտի նայեն սիրելի հոգի եթե դու մեկին խոցել ես եթե մեկին վիրավորել ես մեկին ցավ ես պատճառել դա հենց այնպես չի գնալու եւ եթե դու ներողություն չես խնդրել չես ծխացել դրա համար դու քո խոցածին պիտի նայես այդ խոցածը քո ճանապարհին կկանգնի դրա համար եթե այսօր դու ունես այդպիսի մեկը որին վիրավորել ես որին ցավացրել ես որին խոցել ես հիշիր որ նրա հետ հաշտվես նրա հետ խոստովանես զղջաս քո մեղքը իր համար դրա համար էլ թող Աստված օրհնի սիրելիներս Սուրբ Հոգին նաև դրոշակ է որ կարդում ենք Եսայի մարգարեության 59:19 ասում է երբ թշնամին գետի պես գա Տիրոջ Հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի Տիրոջ Հոգին Սուրբ Հոգին անոր դեմ դրոշակ պիտի կանգնի երբ որ Սատանան տեսնում այդ դրոշակը Սուրբ Հոգու դրոշակը ինչ անում պիտի փախնի մյուս թարգմանության մեջ ասում է պիտի ուրեմն պիտի փախցնի Սատանային պիտի փախցնի Սատանան պիտի փախնի Փառք Տիրոջը դրա համար սիրելի եղբայրներ քուրեր ուրեմն Սուրբ Հոգին դա մխիթարության հոգին է դա ճշմարտության հոգին է որ այս աշխարհը չի կարող ճանաչել եւ չի ճանաչում բայց դու կճանաչնաք ճշմարտությունը ճանաչնաք թե որն է ճշմարտությունը մարդիկ այսօր ճիշտ ու սխալ են միշտ որոնում բայց մեկը իր համար է ճիշտ են մյուսն էլ իր համար է ճիշտ բայց բուն ճշմարտությունը երբեք չեն ճանաչում բայց որ Աստված մեզ տվել այդ հոգին ճշմարտության հոգին մենք ճանաչում ենք սիրելիներս եւ գիտենք որ նորից պիտի գա մեր Տեր Հիսուս Քրիստոսը գերեզմանները պիտի բացվեն մեռելները հարություն պիտի առնեն եւ եթե մենք էլ որ ողջ մնացինք հանկարծակի աչք բացել փակելու պես պիտի փոխվենք եւ պիտի միանանք երկնքի զորքերին Փառք Տիրոջը դրա համար թող այսօրը այս Պենտեկոստեի օրը լինի մխիթարության օր մեզ համար որովհետեւ Սուրբ Հոգին ինքը մխիթարության հոգին է ուրիշ մխիթարիչ պիտի տամ ձեզի ճշմարտության հոգին որ այս աշխարհը չկրնալ ընդունել որովհետեւ չի տեսնում եւ չի ճանաչում չի տեսնում այո աշխարհի աշկերին այդ ճշմարտությունը այդ հոգու ճշմարտության հոգին փակված է կարծես ծածկոց կա գցած նրա աշխարհի մարդկանց վրա բայց դուք տեսնում եք ինչքան երանելի է այն մարդը որ տեսնում է ճշմարտության հոգին եւ մխիթարվում է Սուրբ Հոգով Փառք Տիրոջը եկեք ուրեմն սիրելի եղբայրներ քուրեր կանգնենք աղոթքի եւ խնդրենք Տիրոջը որ այսօր եթե մեկը նախ ասենք թող եթե մեկը այսօր մեկին խոցել է թող իմանա որ ասма կգա ժամանակ դու քո խոցածին կնայես եւ կփոշմանես կզղջաս եւ ողբ կապրես որ դու խոցել ես ուրեմն ավելի լավ է հիմա եթե դու վիրավորել ես եթե խոցել ես մեկին զղջաս գնաս հաշտվես ապաշխարես որպեսզի այդ խոցվածը քո աչքին չերևա օրհնյալ լինի Տիրոջ անունով աղոթ կանենք նաեւ բոլոր վիրավորվածների համար բոլոր նրանց համար ովքեր այսօր չեն ճանաչում թող Աստված օգնի որպեսզի նրանք այսօր հոգու աչքերը բացվի եւ ճանաչեն այն հոգին այն Սուրբ Հոգին մխիթարության հոգին որ Աստված ով երկնքից ուղարկել է երկրի վրա քո սրտի տախտակների վրա գրելու այդ նոր կտակը նոր ուխտը գրելու քո սրտի տախտակների վրա որի էությունն այն է որ Աստված ասում է ես ձեզ սիրեցի եւ իմ իր սերը հարտահայտվեց իր մահով Գողգոթայի խաչով եւ շնորհքով փրկեց մեզ ահա Տիրոջ անունը փառավորվի բացվել է երկնքի թագավորության դուռը երկնքի արքայության դուռը բաց է այդ դուռը բայց կգա ժամանակ որ այդ դուռը կփակվի թող Աստված օրհնի աղոթ կանենք